Որոշումն ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 33-ը պետական նպաստների մասին եւ պետական կենսաթոշակների մասին օրենքներում փոփոխություններին հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին հարցազեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան։ Համեցեք, պարոն Թորոսյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ինչպես նշվեց, ձեր քննարկման եմ ներկայացնում օրենքների փաթեթի նախագծին հավանություն տալու հարց պետական նպաստների մասին եւ պետական կենսաթոշակների մասին։ Փորձեմ հիմնական կետերով հակիրճ ներկայացնել, եթե հարցեր կլինեն, պատասխանեմ, պարոն վարչապետ։ Առաջի փոփոխությունը, որ նախատեսում ենք իրականացնել, վերաբերում է ընտանիքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող պետական աջակցության ծրագրին, որը ուժի մեջ էր մտել 2022 թվականի հունվարի 1-ից եւ ավարտվում է 2025 թվականի դեկտեմբերի 31-ին, այսինքն այս տարվա վերջում, եւ մեր հետազոտությունները եւ վերլուծությունները եւ նաեւ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման աջակցության ծրագրերը ամենակարևոր ժողովրդագրական աջակցության ծրագրերից են, որոնք նպաստում են ընտանիքներում երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդյանը եւ ըստ էության աջակցում են ընտանիքներին երկարատև ժամանակ, մեր դեպքում մինչեւ 6 տարեկան։ Եվ առաջարկում ենք այս աջակցության ծրագիրը իր ավարտից հետո վերածել մշտական պետական նպաստի, որը կտրվի նույն տրամաբանությամբ, այսինքն երրորդ եւ հաջորդ երեխային 50,000 դրամի չափով մինչեւ 6 տարեկան։ Բայց միանգամից ուզում եմ հավելել, որ հաշվի առնելով, որ այս դեպքում էլ մենք ունենք հետվճարի մեխանիզմ, ըստ էության մեր նոր 20% դրույքաչափով, որը հունվարի 1-ից կմտնի, սա նույնպես դառնում է 60,000 դրամ, այսինքն ընտանիքները կարող են ստանալ 60,000 դրամ 50,000-ի փոխարեն հետվճարի մեխանիզմով, այսինքն հետվճարի մեխանիզմը անկախի առևտրի դեպքում։ Այո, անկախի առևտրի։ Ամեն ինչ անկախի կատարվում եւ անկախի առևտրի դեպքում նրանք կարող են 60,000-ի դարձնել այս կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին բոլոր տեսակի նպաստները, այդ թվում սա հատուկ եմ նշում, եւ 6 տարում գումարային 6 տարում գումարային դա մոտավորապես կազմում է 4,320,000 դրամ, այսինքն մեկ երեխային տրվող նպաստի չափը եւ եթե կլինեն արդեն այլ շատ երեխաներ, համապատասխան անգամ ավել։ Ուզում եմ նաեւ հատուկ նշել, որ այս ծրագրով վերջի տվյալներով հոկտեմբեր ամսվա դրությամբ արդեն աջակցություն ստանում է 38,816 երեխա, այսինքն այսքան երեխաների համար վճարվում է այսքան գումար եւ մենք մինչ օրս ծախսել ենք սրա վրա 51 միլիարդ 840 միլիոն դրամ, ինքը բավական լայնածավալ, բավական մասշտաբային ծրագիր է եւ առաջարկում ենք այն դարձնել մշտական։ Հաջորդ փոփոխությունը, որը առաջարկում ենք իրականացնել, վերաբերում է երեխայի միանվագ ծննդյան նպաստներին, որը այս պահի դրությամբ կարգավորվում է ըստ երեխայի կարգաթվի, այսինքն կախված նրանից, թե երեխան որերորդն է ընտանիքում, առաջինը, երկրորդը, երրորդը, չորրորդը եւ 5-րդը տրվում է տարբեր չափի աջակցություն, առաջինի եւ երկրորդի դեպքում տրվում է 300,000 դրամ, երրորդ չորրորդի դեպքում 1 միլիոն դրամ եւ 1.5 միլիոն դրամ 5-րդ եւ հաջորդ երեխայի դեպքում, հաշվի առնելով կրկին թե մեր ունեցած փորձը եւ թե նաեւ միջազգային փորձը եւ թե նաեւ այն տրամաբանությունը, որ դրված է այս նպաստի հիմքում, ինչը երեխայի ծննդյան շուրջ ծագող խնդիրները լուծելուն է միտված, այսինքն դա այդ պահին առաջացող ծախսերն են ընտանիքի, որոնք որևէ կարգաթվով ըստ էության պայմանավորված չեն, կապ չունի, որ երրորդ երեխան է ծնվում, ծախսերը միատեսակ են, առաջարկում ենք այն համահարթեցնել, նաև հաշվի առնելով մի հանգամանք, որ հաճախ այս նպաստը դիտվում է ոչ իր հիմնական նպատակով շատ ընտանիքների կողմից եւ մենք ունենում ենք նաեւ դեպքեր եւ իրենք շատ են, եթե կարիք կլինի թվերն էլ կասեմ, երբ որ հատկապես 5-րդ եւ հաջորդ երեխայի դեպքում ընտանիքները երեխա ունենում պարզապես այս գումարի համար եւ հետո շատ մեծ դժվարություններ են ունենում այդ երեխաներին խնամելու, դաստիարակելու եւ ըստ էության մեծացնելու։ Առաջարկում ենք բոլորի դեպքում սահմանել 500,000 դրամ, ինչը նշանակում է, որ առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում մենք ունենում ենք աճ եւ ես կարող եմ ասել, որ օրինակ 2024 թվականին պարոն Թորոսյան, բայց բոլորի դեպքում էլ ունենում ենք աճ, որովհետեւ մենք հիմա էքսպերիմենտալ ծրագիրը դարձնում ենք արդեն ծրագրային։ Նախորդ կտորով բոլոր դեպքերում այո։ Բայց ուզում եմ մենք այդ նյուանսը ճիշտ արձանագրենք։ Մենք
Նախկինում ունեինք 300,000, 300,000, 500,000, 1 միլիոն, 1,5 միլիոն։ Հիմա մենք այս երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում արդեն ոչ թե էքսպերիմենտ, այսպես պիլոտային ծրագիր, այլ դառնում է մշտական ծրագիր։ Այսինքն հիմա ստացվում է, որ մենք առաջին երեխայի ծննդյան գումարը ավելացնում ենք 200,000 դրամով, երկրորդ երեխայի ծննդյան գումարը ավելացնում ենք 200,000 դրամով, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար այլևս մշտապես վճարվող ամիսը 50,000 վճարում ենք պլյուս այդ 500,000-ը։ Այսինքն իրականում բոլորի դեպքում էլ ավելացնում։ Ես հատուկ նշեցի 4 միլիոն 320-ը, որը ըստ էության այդ գումարային թիվն է նաև գալիս մեկ երեխային վճարվող նպաստի չափով, պարզապես ուզում եմ ասել, որ 21600 երեխա մենք ունենում ենք հենց առաջին եւ երկրորդ կարգաթվով ծնվող եւ 300-ը միանգամից դառնալու է 500,000, սակայն այս կարգավորումը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից, այլ եմ հատուկ ուզում նշել, որպեսզի որևէ կերպ չանդրադառնա այս պահին երեխա սպասող ընտանիքների վրա, երկու դեպքում էլ մտնելու է սեպտեմբերի 1-ից։ Եվ երրորդ կարգավորումը, որ առաջարկում ենք այս փաթեթով փոխել, որի մասին դուք նախորդ կամ մի կառավարության նիստ առաջ խոսել եք, բոլոր նպաստները, բոլոր տեսակի նպաստները եւ կենսաթոշակները ամբողջությամբ անկանխիկ դարձնելուն է վերաբերում։ Ըստ էության որևէ այլ պարագայ, որևէ դեպքում մենք չենք վճարելու կանխիկ, հիմա էլ է իրականում թիվը բավական իջնում եւ օրինակ կարող եմ ասել, որ միայն վերջի 1 ամսում 10,000-ով իջել է կանխիկով ստացողների թիվը, ունենք այս պահին 661,000 քաղաքացուց, որ որևէ տեսակի նպաստ կամ կենսաթոշակ է ստանում, կանխիկ ստանում է ընդամենը 60,000-ը, 600,000-ը ստանում է արդեն անկանխիկ եւ նորից եմ ուզում նշել, միայն 10,000-ը, այսինքն տենդենսը ավտոմատ կա, բայց մենք այս որոշումով դա կարագացնենք։ Այս կարգավորումը ուժի մեջ ենք դնում ապրիլի 1-ից մի պատճառով, պարոն վարչապետ, որովհետև այդ մեր 60,000 քաղաքացիները, որոնց մի մասը նաև մեր աջակցության կարիքն են ունենալու այդ կանխիկից անկանխիկ ացման process-ում, դա լինի հնարավորինս սահուն եւ անցավ եւ այս առիթը օգտագործելով պետք է խնդրեմ մեր գործընկերներին, հատկապես կենտրոնական բանկի եւ նաեւ պետեկամուտների կոմիտեի, որպեսզի իրար հետ աշխատենք ԿԲ-ի դեպքում որոշակի աջակցություն ակնկալելով բանկերի կողմից այդ հարցը լուծելու մասով, բանկերի եւ մենք կարգավորումները կփորձենք միասին տալ, իսկ պետեկամուտների կոմիտեի կողմից որոշակի բնակավայրերում, որտեղ որ սովորաբար հրաժարվում են անկանխիկ առևտրից, վարչարարությունը ուժեղացնելու, որպեսզի մեր քաղաքացիները զրկված չլինեն այդ հնարավորությունից։ Որպես օրինակ եմ ուզում ասել, որի իրական դեպք եմ ուզում ասել, օրինակ հենց հիմա կան քաղաքացիներ կույր, որոնք որ մեր լիարժեք քաղաքացիներն են, որոնց հրաժարվում են բանկերում օրինակ տալ քարտ, որպեսզի իրեն կարողանան, այո, այդպես կոնկրետ դեպքերով ահազանգեր ունենք, խնամակալ են ուզում դատարանի վճռով հաստատված, որպեսզի գա իրենց փոխարեն դա ստանա, ես ուզում եմ բարձրաձայնել, որպեսզի բոլորս հանձնառություն վերցնենք եւ այդ հարցը լուծենք, որտեվ այդ տիպի քաղաքացիներն են նաեւ ստիպված եղել մինչ օրս ստանալ կանխիկ եւ հենաշարժական խնդիրներ ունեցողները նաեւ, որոնք տնից չեն կարողանում դուրս գալ։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Պարոն Թորստյան, այս հարցի քննարկման համատեքստում ես այսինքն նրբությունների մասին իմացա, որ ինձ համար տարօրինակ հնչեց։ Առաջինը, որ Հայաստանում մշտապես չբնակվող երեխաներին էլ ենք մենք այս գումարը վճարում, այսինքն նախկինում վճարենք, չէ՞, ճիշտ եմ ասում։ Ոչ թե մշտապես չբնակվող, այնտեղ բնակվելու դեպքում չենք վճարում, չբնակվելու դեպքում, երբ որ չեն ներկայանում, խոսքը Հայաստանից դուրս ծնված եւ Հայաստանի քաղաքացիական կացության ակտերի գրանցամայրում չգրանցված երեխաներին ավերաբերում եւ նաեւ իրանց վճարում ենք, այո, վճարում ենք եւ միանվագ նպաստը ծննդյան եւ վճարում ենք 50,000-ները, մենք դրա սա էլ են կարգավորը, պարոն վարչապետ, հարցը եւ մեր համար իհարկե մենք միգուցե չենք խոսում սրա մասին, բայց պարզ է ինչու է դա տեղի ունենում, այսինքն նրանք քաղաքացիություն չեն վերցնում այդ երեխաները Հայաստանի Հանրապետության։ Չէ, բայց գիտեք, այդ անտրամաբանական է, էլի հիմա ես դա որ իմացա, ես չեմ հասկանում, մեր համակարգերը ոնց է, ոչ մեկի մոտ հարց չի ծագում, մենք այդ գումարը Հայաստանից դուրս ենք տալիս, ինչի, այսինքն մենք արտագաղթ ենք ֆինանսավորում։ Տենց է ստացվում։ Ըստ էության, երբ որ տենց
հասկացել ենք, փորձել ենք կարգավորել, ես թիվ կարող եմ ասել, օրինակ միայն 2024 թվականին 1450 նման միանվագ ծննդյան նպաստ ենք տվել այն երեխաների համար, որոնք որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու երեխա են, ծնվել են այլ երկրում, ունեն այլ երկրի ծննդական, բայց մեր քաղաքացիական կայացության ակտերում գրանցված չեն։ Հիմա այդ հարցը նույնպես կարգավորում ենք հետևյալ տրամաբանությամբ, պարոն վարչապետ։ Ծնունդից հետո 1 տարվա ընթացքում, եթե կգան կգրանցվեն, այսինքն կստանձնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, կստանան այդ գումարը, եթե չեն ստանձնի, չեն ստանա։ Նույնը վերաբերում է 50,000-ներին, եթե երրորդ եւ հաջորդ երեխայի նպաստը երեխան կգա կգրանցվի, գրանցման պահից կստանա, եթե դա լինի նույնիսկ 2 կամ 3 տարեկանում։ Այսինքն գրանցման պահից մինչև 6 տարեկանը կստանա, մինչև այդ չի ստանա։ Հուսով եմ սա էլ կխթանի, որ մեր քաղաքացիները պատշաճ գրանցումները ապահովեն։ Ինձ էլի ուրիշ բան է անհանգստացնում, որ այսքան տարի, տասնյակ տարիներով այս գումարները գնացել են, ոչ մեկի մոտ հարց չի ծագել։ Ոչ մեկի մոտ հարց չի ծագել, այս ինչ ենք անում, ասենք հիմա որ հաշվենք, պատկերացնում եք, քանի տասնյակ միլիարդ դրամ Հայաստանից դուրս է գնում։ Մենակ այս միանվագով 600 միլիոն դրամ տարեկան։ Ու ոչ մեկի մոտ հարց չի ծագել։ Ասենք պատահական մեկ էլ տենց խոսակցության ժամանակ կարող անցնելիս լսես, ասես ոնց կարա տենց բանը լինի, չհավատաս։ Հետո պարզվի որ կա տենց բան։ Բայց էլի եմ ասում, չէ՞, պետական համակարգ մենք բոլորս ու հարց չի ծագել, այս ինչ ենք անում ժողովուրդ։ Եվ այսպես շարունակ, եւ այսպես շարունակ։ Այո, պետքա շատ հստակ արձանագրել, չի կարելի տենց բան անել։ Պետքա հստակ փակվել։ Ով որ եթե մարդ իրան չի կապում Հայաստանի հետ, եթե իր կյանքի կենտրոնը Հայաստանը չի, ինչի՞ պետք է Հայաստանը վճարի։ Ասենք բան անենք, մենք մարդիկ ստեղ աշխատեն, Մոնտե Կարլոյում բան անենք, ամենայն հարգանքով սիրում ենք բոլորին, բայց հա, հետո ես մի բան կարող եմ ասել, տրամաբանությունը կարծում եմ ծնողների քաղաքացիության հետ է կապված եղել, բայց ամբողջությամբ ընդունում եմ դրա համար էլ այս կարգավորումը անում են, եթե իրենց ըստ էության նրանք մեզ չեն համարում մեր մարդկային կապիտալ, իրենց չեն համարում մեր մարդկային կապիտալի հարց, իսկ այս բոլոր ծրագրերը մարդկային կապիտալի մասին են, ապա մենք չպետք է ֆինանսավորենք նման քաղաքացիներին։ Միանշանակ, որ պահին այնպիսի հակափաստարկ ի հայտ կգա, որը մեզ կհիմնավորի, որ մենք սխալ ենք վարվում, մենք պատրաստ ենք դա վերանայել, բայց այս պահին նման հակափաստարկ չկա։ Մի բան էլ ասեմ, պարոն վարչապետ, քանի որ այս նպաստներից խոսվեց, գիտեք, որ մենք ունենք նաև երեխայի խնամքի նպաստ մինչև 2 տարեկանը, որը բավական ֆրագմենտացված է այս պահին, կախված նաև քաղաք, գյուղ, աշխատող, չաշխատող մայրերի հետ, եւ այնտեղ էլ կա իդեպս խնդիրը այս քաղաքացիության, մենք դրան ավելի համապարփակ կանդրադառնանք եկող տարվա ընթացքում եւ կառաջարկենք ավելի նորարարական լուծումներ, այդ թվում նաև այս քաղաքացիությանը վերաբերող, որոնք ավելի շատ կխթանեն եւ ծնելիությունը ինչ որ չափով եւ նաեւ հատկապես մայրերի աշխատանքի վերադառնալը, որը մեր համար շատ կարևոր է։ Ասենք 10 տարում 6 միլիարդ, 20 տարում 12 միլիարդ, 30 տարում, այսինքն չգիտեմ, այս ծրագիրը քանի տարի գոյություն ունի, հա, 12 միլիարդ, 12 միլիարդի կարելի էր կառուցել, ասենք, այս մենակ միանվագ ծննդյանն եմ ասում, 50,000-ն էլ հետո 600 էլ այդքան է։ Լավ, բախնես բերելա, նոր ենք ընդունել, նոր ենք։ Չէ, նախկինում տվել ենք, 50,000-ներին էլ ենք տվել, հիմա դադարել, հիմա չենք տալու։ 3 տարի է, որ 50,000-ը։ Հա, բայց էլի մոտավորապես մի 600 էլ է տա։ Այդ եմ ասում, դե եկեք նայենք, քանի դպրոց, քանի մանկապարտեզ կարելի էր կառուցել կամ ինչքան ծառայություն կարելի էր դրանով մատուցել Հայաստանի Հանրապետությունում գտնվող մեր երեխեքին։ Իրանք էլ են մեր երեխեքը, բայց իրանք մեզ իրանց չեն համարում մեր երեխեք։ Իրականում ստեղ են այդ փողը երևի ինչ որ ձև միևնույնն է ստեղա ծախսվում եւ տնտեսությանը օգուտ տալիս է, բայց այդ տրամաբանությունը 100% կիսում եմ ձեր պարոն վարչապետ, չպետք է տանք։ Համեցեք դրանից։ Կարծում պարոն վարչապետ, եթե թույլ տաք մի դիտարկում առաջարկել, մենք ապահովագրության շրջանակներում ավելի հստակեցրել ենք նաև ռեզիդենտության պայմանը դնելով, որ պիտի 100
83 օր Հայաստանում ապրեն, որպեսզի այս համակարգ ներառվեն։ Դա վերաբերվում է ինչպես 65+-ին, այնպես էլ մինչև 18 տարեկաններին, եւ համահունչ դարձնելու համար ես խնդրում եմ նաեւ դիտարկել այս մասը, որ ոչ միայն Հայաստանի քաղաքացի, այլ նաեւ Հայաստանում բնակվող երեխաներին ուղղվի այս միջոցները։ Պարոն Թորոսյան, ես կարող եմ սխալ եմ հասկացել, երեխեքը Հայաստանում են գտնվում։ Այդ մասը առանձին է կարգավորում, պարոն վարչապետ։ Չէ, մենք հիմա այդ որ 600 երեխեքը ֆիզիկապես Հայաստանում են, թե Հայաստանից դուրս։ Խոսքը Հայաստանի դրսում ծնված եւ Հայաստան եկած երեխաներին է վերաբերվում։ Այսինքն, երբ որ մենք ծնողը գալիս է, դիմում է, ասում է տվեք բանը, իմ միանվագ ծննդյան նպաստը։ Երեխան պետքա լինի Հայաստանում, ու կարող է հենց այդ պահին չլինի, մի ամիս հետո լինի, բայց խոսքը նրա մասն է, որ կարող է դրանից մի ամիս հետո էլ ստեղ չի։ Այդ հարցը ուրիշ ձև է կարգավորում։ Երբ որ մենք պարբերական վճարումները տալիս ենք, նույն ձևով ինչ որ կենսաթոշակ է, մենք տարեկան մի անգամ ներկայանալու հարց ենք դնում։ Բայց տարեկան մի անգամ ամառը կարան Վարդավառին գան, ասենք ու ներկայանան, դա չէ։ Դա էլ է հարց, այդ ընդհանուր եմ ասում, բայց այդտեղ ուրիշ հարց կա, մենք տվյալների մաքրության խնդիր ունենք։ Բանակ չգնալու համար։ Հա, բանակի հարցն է։ Բոլոր տղաներ են այդ դեպքում, թե։ Բայց պարտադիր չի մենակ տղաները։ Վստահ չեմ բոլորը, բայց եթե վիճակագրություն անենք, կպարզվի, որ մեծամասնությունը։ Շատ լավ, եթե ինչ-որ բան սխալ ենք հասկացել, ինչ-որ բան սխալ ենք ձևակերպում, հարցը դա չի, բայց պետք է երեխեքը գրանցվեն, ուրեմն, այսինքն դե յուրե, եթե իմ ընկալումն էր, որ իրանք ընդհանրապես Հայաստանում չեն, բայց դե յուրե իրանք Հայաստանում չեն, առնվազն ամբողջական տրամաբանության մեջ, այդ թվում այո, դա արվում է բանակ չգնալու համար, ինչը ընդունելի չէ։ Ուրեմն երևի մեծամասն միայն բանակ։ Այսինքն հիմա եթե երեխեքը Հայաստանում են, մնում է պարզապես պետք է սահմանված կարգով գրանցվեն, դա քաղաքացիական կացության ակտերի, այսինքն պետք է գրանցվեն, դե յուրե իրանք պետք է լինեն Հայաստանում, եւ նաեւ դե ֆակտոն էլ է կարող։ Դե ֆակտոն, ասում եմ, այդ այլ մեխանիզմով, այդ պարբերական վճարներով, երբ որ լքում են արդեն Հայաստանը, մենք դադարում ենք պարզապես։ Բայց այդ կարգավորումը Տիկին Ավանեսյանի ասած Այդ է պետք է անել։ Պարոն վարչապետ, այդ բոլորի համար ենք ուզում ավելի համապարփակ լուծենք, որտեղ օրինակ նույն կենսաթոշակ առումների դեպքում, որ տարեկան մի անգամ գալիս են եւ կարող են ըստ էության դրանից հետո եւս 1 տարի ստանալ, մինչեւ մյուս իրենց հաջորդ այցը, այդտեղ էլ ենք լուծումներ փնտրում, այդտեղ մի հարց կա ընդհանրապես, երբ քաղաքացիների դեպքում հաճախ նրանք սահմանները հատում են տարբեր փաստաթղթերով, ու մենք տվյալների մաքրության հարց ունենք։ Հեսա որ բիոմետրիկ անձնագրերի համակարգը մտնի, այդ հարցն էլ դուրս կգա։ Բայց էլ եմ ասում, ես չգիտեմ ճիշտ կարգավորում, ճիշտ չափը որն է, բայց այդ պետքա բան անել, պետքա կարգավորել, այսինքն մարդը ապրում է Հայաստանում, թե չի ապրում Հայաստանում։ Այս շատ կարևոր հանգամանք է։ Թոշակի պարագան մի քիչ ուրիշ է, որովհետև մարդը աշխատել է հիմա առավել եւս կൂട്ടակային կենսաթոշակի համակարգագործում եւ այդտեղ ուրիշ կարգ մարդը աշխատել է այդ իր աշխատած գումարն է եւ ինքը կարող է այդ գումարը տնօրինի